Մեր սահմանին շատ մոտիկ պատերազմ չբռնկվեր, եթե նույնիսկ մեր տարածաշրջանը կրակի ու բոցի մեջ չհայտնվեր, պատմական մի հատ իրադարձություն կար այսօր, որը բանական եւ ռացիոնալ իշխանությանը չպիտի թույլ տար քաղաքական թափառախմբի վերածվել։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ այսօր Սումգայիթի ցեղասպանության տարելիցն է եւ երևի պատշաճ կլիներ, որ մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում տեսնեինք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ամենայն դեպս ողջամիտ եւ ազգային պետական օրակարգ ունեցող ցանկացած իշխանություն այդպես կվարվեր բերաշկի ուտելու կամ այլ էժանագին շոուներ բեմադրելու փոխարեն։ Ես ինքս այսօր առավոտյան եղել եմ Ծիծեռնակաբերդի բարձունքում, որևէ նույնիսկ իշխանավոր падգամավորի չհանդիպեցի։ Դե որ տեսնենք սա ավտոբուսի մեջ էին իրան ու չեր էլ ամաչում է, հենց տենց էլ ասում են ուրախ ավտոբուս։ Հոգեկան հիվանդների ավտոբուս էլի։ Հա, ամերսնակության բացառիկ կոնցենտրացիա։ Այդպիսի տպավորություն էր այդ ավտոբուսում։ Հարևան պետությունում պատերազմը ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը մի ավտոբուսի մեջ նստած պտտվում է, այսինքն ազգային անվտանգության տեսանկյունից դա չեմ կարող նկարագրել ինչ տիպի անընդունելի է սենց իրավիճակներում նման բան անելը, էլի։ Չգիտեմ, դե դա արդեն Չէ, հետո դա այդքան Facebook-ում տիրաժավորելը, չգիտեմ, ամեն տափակ իրադարձության կտոր տարածել է սոցիալական ցանցերում։ Գիտեք, իմ մոտ տպավորությունն է, որ պետական մտածողությունը ծաղրի է ենթարկվում ուղղակի։ Ես համաձայն եմ, որովհետև այդ անհարգալից վերաբերմունքը սեփական ժողովրդի, սեփական բնակիչների եւ քաղաքացիների հանդեպ, լինի դա Հայաստանի Հանրապետության ներսում բնակվող, թե այս պահին երկրից դուրս առավել եւս այդ վտանգավոր վայրերում գտնվող քաղաքացիների հանդեպ, որովհետև այդ մարդիկ պատկերացրեք այդ պանիկայի մեջ անորոշության մեջ, իրանք ինչ են բացում լուրերին հետևելով տեսնում։ Պետական խոսք են սպասում, բայց տեսնում են պետական մտածողության կատարել դեգրադացիա։ Հա, ասում է ինչ, ասում է, բան է կամ նախանձում եք, որ մեր մոտ խաղաղություն է։ Հա, հետո էլ մունատ եկան, ճիշտ է, Արայք Հարությունյանի դեմքով։ Դու պատկերացնում եք մակարդակը այս մարդկանց։ Այդ ինչ տիպի պիտի, չգիտեմ, չսիրես քո քաղաքացիներին, որ նման ստատուսներ գրես, նման ձևով մեկնաբանես անհանգստությունը մարդկանց։ Իրավիճակը սրա, օրինակ 3 մենք բոլորս ենք տեսել, որ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ բացել էր Խոջալուի։ Ես ուզում եմ կներեք էլի, խոսքը կիսատ ձեր մնաց Սումգայիթի թեմայով, ուզում եմ անդրադառնամ էլի, որ թեման մի հատ ամփոփենք, նոր անցնենք, որտեղ անդադ վերադառնում եմ այս ահավոր զայրացա էլի, այսօր երբ որ տեսա այդ կադրերը, բայց երևի թե հենց իրանց նպատակն էլ է դա մեր մեջ այդ զայրույթը առաջացնել։ Այսինքն հաստատում եք այն միտքը, իմ ասած, որ սա մարտահրավեր է պետական մտածողությանը։ Ես կարծում եմ իրենք այդ մարտահրավերը 8 տարի արդեն նետել են ու Աստված չանի 3 ամիս հետո վերընտրվեն։ Այսինքն կարելի է sense ողջամիտ կասկած առնվազն ունենալ, որը Իրանի իրադարձությունները իսկապես մի կողմ թողենք։ Եթե թողում ենք մի կողմ Իրանի իրադարձությունները, որ այսօր Սումգայիթի ցեղասպանության տարելիցի օրը իրենք լավ էլ մտածված այդ իրենց քաղաքական թափառախմբով հասարակությանը վարք են թելադրում, որի իմաստը մոռացության տալն է այն իրադարձությունները, որ Ղարաբաղյան շարժման հետ են կապված կամ մեր ժողովրդի ողբերգական էջերի։ Պարոն Սուրյանյան, դա հետևողականորեն տարվող մտածված քաղաքականությունը։ Առաջի դեպքը չի, որ այդպես է վարվում։ Եթե իրանք ընդհանուր առմամբ ցեղասպանության հարցն են հարցականի տակ դնում եւ մոռացության տալիս, ասում կրկնելով թուրքական պատմագիտության անցած դարավերջի 60-ական թվականներից։ Հիմա պարզ է, որ Սումգայիթի հարցում մենք ունենալու ենք նույն պատկերը, մոռանալ, չխոսել, բայց այստեղ ի՞նչն է խնդիրը, որ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իշխանությունների իր մտածածին եւ դա է ասում, երեք Ալիևը բացել է Խոջալուի ցեղասպանության նվիրված հուշարձան։ Բացարձակ մտածածին հնարած միֆական ինչ որ ցեղասպանություն
իրենք շարունակաբար այդ թվում են նաև միջազգային տարբեր հարթակներում, երկրներում միջոցառումներ եւ ակցիաներ են անցկացնում, անընդհատ օրակարգում են պահում, անընդհատ հիշեցնում են, անընդհատ հայերի բացասական է դեմոնիզացված կերպարն են ստեղծում, հայատյացություն են տարածում, hate speech են տարածում մեր հասցեին, դա որևէ կերպ էս խաղաղության օրակարգի մեջ չի տեղավորվում։ Ինչքան էլ հասկանում ենք, որ խաղաղության օրակարգը ֆարս է, բայց գոնե իր ֆասադային ֆորմալիստական առումով ինչ որ գոնե ֆասադային բան կարելի էր պահպանել, ասել լավ, մենք այդ պատմական ծանր իրողությունները եկեք բան անենք, այս պահի դրությամբ շատ առաջնահերթություն դրանց տանք, որ կարողանանք ինչ որ երկխոսության գնալ։ Եթե դա լիներ ինչ որ իրական ցանկություն, բայց մենք ինչ ենք տեսնում։ Ադրբեջանը ել ավելի շատ, ել ավելի ինտենսիվ, անընդհատ բարձրաձայնում ավելին հնարում է նոր ինչ որ ցեղասպանություններ, առավել եւս մեր տարածքները օկուպացնելուց հետո դուք չեք պատկերացնում ինչ միֆերի շարան է այնտեղ հնարվում, ինչ ահուսարսափելի պատմություններ են սկսում հնարվել, հասկանում եք, հենց իրենք գետնի վրա հասանելիություն ստացան, Արցախում ոտք դրեցին։ Եվ այդ ամեն ինչի ֆոնին, երբ որ դու նայում ես, որ իրականում տեղի ունեցած ջարդեր, որտեղ կա քրեական գործ, կան դատված մարդիկ եւ դա դեռ սովետական միության ժամանակ էր, 88 թվին է տեղ ունեցել, այսինքն այդպես չի որ ինչ որ բան այդտեղ հնարած է, չէ, այդտեղ փաստաթղթերը կա, որոնք իդեպ ինչքանով հասկանում եմ, տենց է չվերադարձրեցին պաշտոնական կայքինգ, տենց գնաց ու կորեց այդ Սումգայիթի кейս, այո։ Բան մեր կարծեմ նաև գլխավոր դատախազության, եթե չեմ սխալվում, հա, գլխավոր դատախազության կայքում էր տեղադրված, հետո կորավ այդ Սումգայիթի кейսը, արխիվները։ Ամեն դեպքում այդ սաղ արխիվացված դոկումենտներով, ֆոտոներով, վիդեո արխիվներով, ամեն ինչը գոյություն ունի։ Այդ ջարդերի պատմությունը, այդ թվում եւ Բաքվի ջարդերի պատմությունը, որոնցով ցավոք սրտի քրեական գործ այլևս չհարուցվեց։ Սրան հակառակ մենք չենք օգտագործում արգումենտը, միտումնավոր իշխանություն։ Բայց հիմա տեսեք, այո, որովհետեւ Խոջալույում Ադրբեջանի բարձր իշխանության մակարդակով հաստատված փաստ էր Մուտալիբովը չէ՞ ուներ։ Ես մի հատ Խոջալույի թեմայով քան որ շատ վաղուց շատ խոր զբաղվել եմ, նախ եկեք չանվանենք այդ Խոջալույի դեպքեր, որտեղ դեպքերը տեղի են ունեցել Աղդամում, այո, Աղդամի մոտ 92 թվականին։ Խոջալույի դեպքեր չի, սկսենք դրանից։ Երկրորդը որը այդ ժամանակ գտնվել է Ադրբեջան, այո, Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ ոչ միայն Մութալիբովը, որի վրա շատ հաճախ սիրում են, հա, հղում անել, որը ընդունել է, որ դա հենց ներքին Հեյդար Ալիևին իշխանության բերելու համար արյուն էր, հա, պետք էր արյուն թափվեր։ Այդտեղ կա բազմաթիվ վկայություններ, այդ թվում օրինակ, չգիտեմ, Չինգիզ Մուստաֆաևը, հայտնի ադրբեջանցի լրագրող էր, դոկումենտալիստ, որը նկարահանել է դիակները մարդկանց հենց գործողությունից հետո եւ հետո էլի վերտալյոտով եկել է մի քանի օր անց եւ հետո վկայություն կա դրա, որ ասում է ես տեսա, որ post-mortem, այսինքն այդ մարդկանց մահվանից հետո արդեն իրենց մարմինները խոշտանգվել են, տարատեսակ, չգիտեմ, սկալպեր հանվել եւ այլն, բայց ասում եմ հայերը այդ ժամանակ հասանելիություն չունեին այդ տարածքին, որ մեր վերահսկողության տակ էր այդ տարածքը, այսինքն դա եղել է բեմադրված իր պատկերացմամբ եւ մի քանի ամիս անց այդ մարդը ինչ որ անհասկանալի պայմաններում էլի քարվաճարում զոհվում է նկարահանումների ընթացքում պատերազմում կան բազմաթիվ այլ վկայություններ նույն, չգիտեմ, Ֆաթուլաևը գործող է, ադրբեջանցի մեղադրել է եղել։ Ես ձեզ ասեմ ավելին, երբ որ իրենք ասում են Խոջալույից ոչ մեկ ողջ դուրս չի եկել, իրենք Խոջալույի նախկին քաղաքապետ ունեն, որը падգամավոր էր իրանց մոտ։ Իրանք ունեն բազմաթիվ մարդիկ, որոնք շատ հանգիստ այդ հումանիտար միջանցքով դուրս են եկել, ասել են, որ իրազեկված են եղել, որ եղել է, որ հայերը իրար մեջ խոսացել են, իրենք իմացել են, որ պետք է ազատագրվի Խոջալուն, որովհետև դա
նախ ռազմավարական կարևոր կետ էր, որից կրակում էին Ստեփանակերտի վրա, երկրորդը այդտեղ օդանավակայանն էր, որ ադրբեջանցիները փակում էին եւ այդ բլոկադան այլ ավելի սարսափելի դարձնում։ Բայց Ադրբեջանի իշխանությունները կովերին էվակուացրեցին վերտալյոտներով, իսկ մարդկանց որպես ժիվոյ թիրախ թողեցին Խոջալում։ Դրա վկայություններն էլ կա։ Հետո Ֆաթուլաևը, երբ որ արդեն 2000-ականներին եկավ այն ժամանակ, երբ որ ինքը դեռ անդիմադիր լրագրող էր, մինչև բանտ նստելը եւ պրոիշխանական դառնալը, ինքը այդ ամբողջը գնացել է տեղում, տնտղել է, պտտվել է, նկարել է, զրուցել է, այսինքն իրան թույլ են տվել այդ ադրբեջանցի լրագրողին մտնել Արցախ գնալ, պտտվել եւ Ասկերան, եւ ինքը նկարագրում է, ասում է, այս բարձունքները տեսնում է։ Ես գիտեմ, որ այստեղ ադրբեջանցիներ են կանգնած եղել այդ ժամանակ, հայերը ֆիզիկապես դա քիչ հնարավորություն ունեն անելու, որտեղ երկու բարձունք ադրբեջանական վերահսկողության տակ էր, օքեյ, դա կարար լիներ ինչ որ Պիրիկրոսնի կրակ, որի արդյունքում լինեին զոհեր, ու որ կողմն է, ով է կրակել, ինչ է արել, ասում է, շատ դժվար է դա պարզել, դա պիտի դեռ հետաքննվի։ Ինչևէ, այս սաղ պատմությունը շատ վկայություններ կան, թե ինչի համար էր դա պետք Ադրբեջանի իշխանության եկող, հա, Ալիևների կլանին, այդ ամեն ինչի էր պետք Մութալիբովին դրա արդյունքում գահընկեց անել, այսպես կոչված։ Այսինքն այդ ամեն ինչ այդ բոլոր պատմությունները հասկանալ են, բայց իրանք քանի որ սպեկուլյացիա են անում Խոջալույի գործողությունների շուրջ եւ կառուցում են դրա շուրջ այսպես կոչված ցեղասպանություն, որտեղ իրանք այսպես հայելային կրկնում են հայկական կողմի գործողությունները եւ իրենց պետք էր անպայման, եթե մենք հայերը ունեն ցեղասպանություն, իրենց էլ էր անպայման պետք եւ իրենք սկսեցին այտենց ցեղասպանություններ հորինել, ես ձեզ ասեմ ավելին, ես վերջին իմ հաշվարկով 18 հատ ցեղասպանություն էին արդեն հորինել եւ իրենց падգամավորներից մեկը մի օր ասեց վերջի 200 տարում հայերը ոչնչացրել են 2 միլիոն ադրբեջանցի։ Տոцում ես ասում ես լավ, օքեյ, բանականություն ունեցող մարդ չի կարա, չէ՞, այսինքն թվային պարամետրը այնպես են արել, որ մեր ցեղասպանությունը գերազանց։ Հասկացաք, չէ՞, 200 տարում 2 ասում ես լավ, 200 տարի առաջ ինչ ադրբեջանցի, որտեղից է տարածաշրջանում 2 միլիոն ադրբեջանցի 200 տարի առաջ։ Ինչ եք խոսում, ինչի մասին եք խոսում, գոնե դրա տակ ինչ որ փաստավավերագրական բան տվեք, էլի, որովհետեւ ի տարբերություն Սումգայիթի Բաքվի ջարդերի ադրբեջանցիները ստեից սիրուն իրանց տները փոխանակում էին, իրանց վեժմեշոկը հավաքում էին, փոխհատուցում ստանում, սիրուն նստում գնում էին։ Այո։ ՀԽՍ իշխանությունը օգնել է դրա համար էլ հիմա կիլոմետր է իրանց լեզուները։ Դրա համար իմ ասում են հետ են գալու մեր տները ապրենք, հələ ու չթողնենք։